Մի անգամ անտառի արքան առյուծը խոր քնած էր մեծ ծառի տակ։ Այդ ժամանակ փոքրիկ մկնիկը սկսեց վազվզել նրա վրայով, խաղալով ու չնկատելով վտանգը։ Շուտով առյուծը արթնացավ։ Նա բարկացած մռնչաց և իր հսկայան թաթով բռեց փոքրիկ մկնիկին։ Ապա լայն բացեց իր ահռելի երախը, որպեսի կուլ տա նրան։ Մուկը խնդրեց լացակումած. Ներիր ինձ արքա, ներիր այս անգամ, և ես այլևս երբեք նման բան չեմ անի, ես երբեք չեմ մոռանա քո բարությունը։ Ով գիտե, գուցե մի օր ես էլ քեզ օգնեմ։ Առյուծը ծիծաղեց։ Նրան շատ զվարճալի թվաց այն միտքը, թե այդ փոքրիկ մուկը երբևէ կարող է օգնել իրեն, բայց նա բարի գտնվեց և բաց թողեց մկանը։ Անցավ որոշ ժամանակ։ Մի օր որսորդները բռնեցին առյուծին և ամուր պարաններով կապեցին ծառից։ Այնուհետև նրանք գնացին վանդակ բերելու, որպեսզի տանեն նրան գազանանոց։ Այդ պահին փոքրիկ մուկը անցնում էր մոտակայքով։ Տեսնելով անտառի արքային այդ վիճակում, նա անմիջապես շտապեց օգնության։ Մուկը սկսեց իր սուր ատամներով կրծել պարանները։ Քիչ անց պարանները կտրվեցին և առյուծը ազատվեց։ Հիմա տեսար, որ նույնիսկ փոքրիկ մուկը կարող է մեծ օգնություն անել։ Առյուծը շնորհակալությամբ նայեց նրան և հասկացավ, որ բարությունը երբեք զուր չի լինում։ Բարության նույնիսկ ամենափոքր գործերը մի օր մեծապես կպարգևատրվեն։